Գալյանը նաև ասում է, որ մշակվում է ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ, այնտեղ շրջանառության մեջ չի դրվել, բայց ասվում է, կարևորը դա է, աշխատում է, խրոխտ ասվում է, այո։ Այս մասին ասել է Գալյանը եւ ասել է, որ դա ոչ թե հայոյանքի հետ կապված դուգանքների սահմանմանն է վերաբերում, այլ ատելության խոսքի դեմ պայքարին։ Իմ մոտ միանգամից առաջանում է մի հատ շատ հետաքրքիր, ասենց զուգահեռ անելու գայթակղություն։ Տեսեք, ես գրեթե համոզված եմ, որ այն մոլդավական մոդել, ինչի մասին շատ խոսում ենք, ասենց աշճանաբար տարբեր գործիքներով ներդրվում է, հարգելի Արթուր։ Տեսեք, սկզբում որոշեցին օրենսդրական փոփոխություն անել եւ դիտորդների լիազորությունները խոզել ինչքան հնարավոր է։ Այո։ Մեր հետևորդների մեծ մասը չգիտի, ես մոտավորապես ասեմ, Մոլդովայում մի հատ նույն վիճակ էին ստեղծել, որ իրանք էին որոշում, իշխանությունների նկատի ունեմ, որ դիտորդներին տեղամաս թողեն, որին չէ։ Որին հավատարմագրեն, որին չէ։ Հիմա մոտավորապես այս օրենսդրական փոփոխությունները, որ եթե չեմ սխալվում, կատարվել են հունվարի 14-ին, այս փոփոխությունները, այո, Էնել կայծակնային 24 ժամ էլ չի քաշե, հեղինակվելուց, շրջանառության մեջ դրվելուց, ուրեմն ազգային ժողովի խորհրդի նիստանց է, հանձնաժողովի նիստանց է, երկու քվեարկություն քվեարկվել, այդ ամեն ինչը 24 ժամ չի տևել։ Պատկերացրեք։ Հիմա փաստորեն իմ տպավորությամբ իրանք հերթական գործիքն են ստեղծում, արդեն խոսքի պատճառով ընդդիմադիր դաշտից ֆիլտրումներ անելու նպատակով։ Օրինակ, Արթուրն ու Սուրենը նստած ինչ-որ բան են խոսում, թեկնածու են ենթադրենք Արթուրն ու Սուրենը։ Հիմա մենք տեսեք, հետաքրքիր է, որ ես Նիկոլ Փաշինյանին օրինակ մեջ բերում եմ, ինչքան այդ բառը օգտագործեմ, սիրելի հեռուստադիտողներ, մեջ բերելու եմ, որտեղ այդ դոմփել բառի հեղինակային իրավունքը Նիկոլ Փաշինյանին է պատկանում։ Բայց մառազմենն է, որ կարող է հիշեմ, որ ես դոմփել բառ եմ ասել, բայց չի հիշեմ, որ Նիկոլ Փաշինյանին եմ մեջ բերել, այ դոմփել բառը համարեմ, որ ես ինչ-որ մեկի նկատմամբ ատելության ոտնձգություն։ Հա, խոսք եմ ասում։ Այս պարագայում ոտնձգություն։ Հա, հիմա որտեվ Ալենի դեպքից հետո, երբ որ տղերքին բռնեցին, այլ բան չենք կարող մտածենք։ Մոռացան ինչ ասել Ալենը, բայց հիշեցին ինչ են ասել տղերքը։ Այստեղ արդեն անձնավորված է, պարոն Սուրենյանց, եթե ուզենան ձեզ։ Ահա, սկսելական ֆիլտրումների համակարգին։ Այդ հոդվածը կա։ Այդ կլինի ոտնձգություն, ատելություն, այո, այդ Գալյանի այս մշակած հոդբանը, հա, որը փորձում են իրենք կյանքի կոչել, իրենք հենց այդ նպատակով էլ անելու են։ Այսինքն կարևորը գործիքը ստեղծեն։ Այո։ Որպեսզի լինի արձանագրենք եւ մեր ընդդիմադիրներին խորդորենք, չէ, սա անկեղծորեն սրտացավ խորդորա բոլոր ընդդիմադիր ուժերին, որոնք հայտ են ներկայացել կամ հրապարակավ հայտարարել են խորհրդարանական ընտրություններին իրենց մասնակցության մտադրության մասին, այս բոլորին մենք խորդորենք, որպեսզի զգուշ լինեն այնուամենայնիվ հրապարակային խոսքի մեջ, որովհետեւ ֆիլտրումների համակարգ է ներդրվում եւ իշխանությունը բոլոր հնարավոր առիթները օգտագործելու է անցանկալի թեկնածուներից ընտրական գործընթացը ֆիլտրելու նպատակով։ Ես մի փոքր ձեր խոսքին ավելացնեմ այն ինչ որ փորձում էի հիշել եւ անդրադառնալ։ Մենք խոսեցինք քաղբանտարկյալներից, Գալյանից, որ Գալյանը ասում է չկա քաղբանտարկյալ, հա, եւ ինչա մեջ բերում է որ դրսում մեր մասին չեն խոսում։ Ասում են, որ Հայաստանում քաղբանտարկյալ չկա։ Եվ ինչպես կարող ենք մենք ասել, որ Հայաստանում քաղբանտարկյալ կա։ Ինքը այդ մեջբերումն է անում եւ ասում է, դե հիմա մենք նստած մեր երկրում, որը ազատ խոսք է, ժողովրդավարություն է, չէ, իրենց այսպես ծեծված բառամթերք անընդհատ մեջ են բերում, ոնց կլինի, որ հիմա ես հայտարարեմ, ասեմ քաղբանտարկյալ կա։ Չէ, չկա քաղբանտարկյալ։ Դիտորդների պահով, այսինքն ստացվում է այնպես, որ դուք վաղը, եթե կամ ես ուզենամ դիտորդ լինել, ինձ կապելու են մի կուսակցության հետ կամ ինչ որ մի անձի հետ, եւ չեմ լինելու ես անկախ եւ չեմ լինելու դիտորդ։ Այսինքն իրենք ոնց են որոշելու
ինչ հանձնախումբա ձևավորվելու, որ որոշելու է Սուրենյանցը կամ Արտուրը կարող է լինել դիտոր, թե ոչ։ Տեսեք, Գայլյանի Անհեթեթության եւս մեկ նոր շղթա են այս մարդիկ։ Գայլյանի հայտարարության ցինիկ տողատակը։ Իսկապես աշխարհակաղակական շահերից ելնելով, որտեղ Փաշինյանը արևմուտքի ուլտրալիբերալ գլոբալիստական ուժերի սատելիտն է, եւ աշխարհակաղակական շահերից ելնելով Բրյուսելի բյուրոկրատիան աշկափակում, Վաշինգտոնին էլ հետը, այն այլանդակությունների վրա, որ կատարվում են Հայաստանում։ ԵԽԽՎ-ում էլ հիշում ենք Բայց եկեք չմոռանանք, որ ԵԽԽՎ-ն հենց ինքն է 19:00 բանաձևով ֆիքսել այն 5 չափանիշները, որոնցով որոշում են քաղաքականավորներ կան, թե չէ։ Բոլոր այն մարդկանց անունները, որոնք տվեցին, այս 5 չափանիշներից 3-ին 4-ին համապատասխանում են։ Իսկն Հայաստանում մի քանի տասնյակ նվազագույնը քաղաքականավորներ կան։ Հիմա հարգելի Սրբուհի Գայլյան, երիտասարդ սիրուն աղջիկ։ այո, ես ձեզ մի բան եմ ուզում ասել։ Վստահաբար անգլերեն գիտեք։ Հələ մի հատ խնդրում եմ դուք արևմտյան մամուլը կարդացեք, արևմտյան վերլուծաբաններին կարդացեք, արևմուտքի շատ երկրների падգամավորների ելույթները կարդացեք կամ դիտեք, գիտեսեք, թե ինչպես են Բրյուսելի կոռումպացված բյուրոկրատիային այդ մարդիկ քննադատում արևմտյան արժե համակարգին դավաճանելու համար։ Այսինքն, երբ որ դուք այսօր որպես իշխանություն մտել եք զոնցիկի տակ այդ լիբերալ շահ, այսպես կոչված լիբերալ շահախմբերի, որոնք որևէ կապ չունեն արևմտյան արժանամակարգի հետ, նրանք էլ ձեր այլանդակությունների դիմաց ձեզ բոնուս են տալիս։ Այդ ձեզ թվում է դուք վկայակոչվում եք արևմուտքի առողջ բանականությունը կամ արևմտյան իրական արժեհամակարգը, հա, որ որոշում եք երկրում կա քաղաքականավոր թե չէ։ Այն ժողովրդական խոսքը չէ, ասում են, էս էլ կանցնի։ Սա էլ կանցնի, հետո տենամ այդ ոնց եք ճամարտակելու։ Բայց այս իշխանությունը հավերժ չի, պարոն Սուրենյան։ Իհարկե, այս սիրուն գեղեցիկ աղջիկը, որը մեծ հոդվածներ, այսպես ինչ որ դավթարներ, հա, Նիկոլա դավթարներ 100-ատ հոդված են շալակել։ Ես ուզում եմ իրանց ասել, ոնց ա որ լինելու, դրանց դարդը ոնց ա լինելու։ հալատականացված հանգարց հույս չունենան, որ իշխանափոխությունից հետո Նարեկին, Վազգենին, Սրբազաններին, մյուսներին, դատավորները, քրիչները, տարբեր նախարարներ, հանկարծ հույս չունենան, որ գալու են ասեն, ադե տղիր ջան, ինչ անենք, մենք բանի պատվեր ենք կատարում։ Ոչ, ամեն մեկի պատասխան տալու դուք եք պետք։ Ամեն մեկի յետևում մարդկային ճակատագիր է։ Ամեն մեկը ունի ընտանիք եւ մենք տեսել ենք, հա, որ այս ընտանիքները այսօր տառապում են, ինչքան էլ որ մենք ասենք պատիվ է Նիկոլի թվին նստելը եւ այլն, բայց մարդիկ ունեն ընտանիքներ, երեխաներ, մենք չմոռանանք, հա, որ դեկտեմբերին նոր տարվա շեմին Խաչիկ Գալստյանին ձերբակալեցին տարան մեր լավ ընկերոջը, այսինքն հասկանում եք, մարդիկ այսօր բառը չի գալիս նույնիսկ ասեմ, այդ մարդկանց ընտանիքները ոնց են ապրում, ով է պատասխան տալու, այդ մարդկային ճակատագրերի համար ով է պատասխան տալու։ Գալյանը հպարտորեն ասում է 7 միլիոն դրամ պարգևավճար եմ ստացել, ես դպրոցում լավ եմ սովորել, լավ եմ ապրել եւ լավ ապրել եմ։ Ես մոտավորապես կարող եմ այդ ինքնավստահությունը, այդ համարձակությունը, որ չեն ասում պետական սեկտորում դի բարձր վարձատրվենք, որ մասնավոր սեկտոր չգնանք։ Դու դες մասնավոր սեկտորում դուք ում եք պետք։ Այդ ինչ գիտելիքներ ունեք։ Բայց լավ, արի Սրբուհի Գալյանի լավ կոստյում պիտի առնեմ հագնեմ, որովհետեւ դրսի ներսի Սրբուհի Գալյանի թեմայից անցնենք, թե չէ։ Սրբուհի Գալյանն էլ ան Նիկոլն էլ Սրբուհի Գալյան, իր համար իրանք այսքան չարժեն, որ այսքան մնանք։ Ուրեմն